Նիկոլ Փաշինյանն Անկարայում է Թուրքիայի ղեկավարի հրավերով։ Հայաստանի ժամանակով 19:00-ին տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում վայրեջք կատարած Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալն ու թուրք զինվորականները։ Մինչ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի հետ, այստեղ Հայաստանում հասարակությունը տագնապի մեջ է։ Նոր զիջումներ են սպասում Փաշինյանից։ Ես սպասում եմ միայն նոր դժբախտություն, նոր զիջումներ եւ նոր տապալումներ մեր արտաքին քաղաքականության համար։ Կարծում եմ, որ կքննարկվի Միջանցքի հարցը եւ զիջումների կգնա Հայաստանը եւ ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաեւ զինանշանը եւ սահմանադրությունը։ Երեկ էլ Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում կրկին Էրդողանի հրավերով։ Թուրքական երկու պետությունների ղեկավարների հանդիպումն անցել է մտերմիկ մթնոլորտում։ Սիրտը հոգուց չի բաժանվի Թուրքիան Ադրբեջանից։ Էրդողանն է հանդիպումից հետո նման գրառում արել։ Ըստ զրուցակցի, սա վկայում է, որ այս երկու ղեկավարները որպես հյուրասիրություն իրենց հյուրի Նիկոլ Փաշինյանի առաջ նոր պահանջներ են դնելու։ Նկատի ունեմ եւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան եւ Զանգեզուրի Բիչանցքի հետ կապված խնդիրները եւ տարբեր խնդիրներ եւ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու կազմալուծման խնդիրը այս շարքում է նաեւ Սամվել Կարապետյանի դերպակալությունը դուք երևի չգիտեք, բայց 21 թվականին ընտրություններից առաջ 2021 թվականի հունիսի 18-ին ընտրություններից ուղիղ 2 օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարությունով հանդես եկավ, որտեղ նա միջազգային հետախուզում հայտարարեց Արա Աբրամյանին, Սամվել Կարապետյանին եւ Դավիթ Քալստյանին։ Եռակողմ հանդիպում չի լինելու Փաշինյանն է հայտարարել, իսկ ԿՊԱ-կանները պնդում են հանդիպման օրակարգը լայն է։ Լայն օրակարգում ինչ է նախատեսված՝ Զանգեզուրի միջանցք, թե ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Խաչիկյանը լավ կանխատեսումներ չունի։ Այսինքն Հայաստանը կորցնում է պետականությունը, մենք դառնում ենք ուտող խմողների ինչ-որ տենց ինքնավարություն Թուրքիայի Ադրբեջանի կազմում, որից հետո այստեղ գալու են այն ադրբեջանցիները, որոնք ուզում են վրեժ խնդիր լինել մեր ժողովրդից։ Փաշինյանն Էրդողանի դուռն է գնացել, որպեսզի Թուրքիան միջնորդ դառնա այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Ըստ Բոզոյանի, նրան փաստաթուղթ է պետք 2026 թվականի ընտրության իր ընտրազանգվածին գրավելու համար։ Իր այս գլխավոր նպատակը իր իշխանության վերարտադրությունն է, որ ինքը խնդրում է դա, որ դա իրեն օգնի Էրդողանը։ Սա է գլխավոր խնդիրը։ Էրդողանը հաշվելով այս Նիկոլ Փաշինյանի ծանր վիճակը, տեսնելով, որ Փաշինյանը փաստացի հասկանում է, որ եթե ինքը չվերարտադրվի, կարող է պատահի ծանր հետևանքներ անձամբ իր համար, օգտվելով, որ ինքը պատանդի կարգավիճակի մեջ է, Էրդողանը Ալիևի հետ միասին նորանոր պայմաններ են առաջ բերում, որպեսզի Հայաստանը կատարի։ Այսինքն առաջ է եկել շատ վտանգավոր վիճակ Հայաստանի համար։ Որ զիջումներով է վերադառնալու Փաշինյանը, վստահ են փորձագետները։ Նոր օկուպացիա, զիջում կամ անվանեք ինչպես ուզում եք, ասում է Խաչիկյանը։ Հայաստանը կորցնում է պետականությունը Թուրքիայի սրտում։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։